նախագահ, ինչպիսի ռազմավարական մոտեցումներ էին կիրառվում Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին պետական կառույցների ձևավորման և կայացման գործընթացում հաշվի առնելով պատերազմի հարուցած դժվարությունները։ Գիտեք, ես այն ժամանակ ամբողջովին թաղված էի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործերի մեջ և ռազմավարական ես մի որոշում ունեի, մի ցանկություն ունեի ձևավորել ինքնապաշտպանության ուժեր, այնուհետև այդ ուժերը վերափոխել բանակի և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականություն։ Ես չեմ ասում, որ ես դա միայնակ եմ արել, բայց մեզ դա հաջողվել է անել, այնուհետև արդեն 93 թվականի ամռանը ես նշանակվել եմ Հայաստանի պաշտպանության նախարար և շարունակել եմ այդ գործը։ Բայց բնական է, առանց միգուցե նույնիսկ ճիշտ չի ասել, առանց քաղաքացիական ինստիտուտների գրեթե անհնար կլիներ այդ գործը կատարելը։ Թեև եթե մտովի տեղափոխվենք այն ժամանակները, ապա շատ քիչ մարդկանց կգտնեիք, ես նկատի ունեմ հիմնականում տղամարդկանց, ովքեր քաղաքացիական հագուստով էին, անկախ նրանից, որ համակարգում էին աշխատում, ինչ էին անում։ Ամբողջովին ողջ բնակչությունը իրեն նվիրել էր հակառակորդից կամ թշնամուց պաշտպանելու։ Բայց բնականաբար, որ զուգահեռաբար նաև ձևավորվում էր քաղաքացիական կառույցներ, որովհետև այդ ոչ միայն բանակ, այլ նաև բնակչությունը պետք է ապրեր, պետք է սնվեր, երեխաներ պետք է ծնվեին, մարդկանց առողջությունը պետք է պահպանվեր կամ վերականգնվեր, բնականաբար առանց տնտեսության հնարավոր չէր ոչինչ անել, իհարկե Հայաստանը մեզ ամբողջովին աջակցում էր, ոչ միայն աջակցում էր, այլ չասեմ, եթե չլիներ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի օժանդակությունը, մենք չէինք կարող հասնել այդպիսի արդյունքների։ Ես սա ձևի համար չեմ ասում, դա իրականություն է։ Մենք չէինք կարող ունենալ այդքան սպառազինություն, մենք չէինք կարող հոգալ ամենօրյա հոգսերը, մենք չէինք կարող հասնել այդպիսի արդյունքի։ Եթե կլսեք, որ ուրիշները ուրիշ բան են ասում, չհավատաք։ Ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, տեղի է ունեցել շնորհիվ հավաքական հայ ժողովրդի։ Սա միանշանակ է։ Շնորհակալություն։